քաղաքապետ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված 186 սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 159, իսկ PM10-ի համար 88։ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համար այս ցուցանիշները կազմել են PM2.5-ի համար 137 և PM10-ի համար 71։ Միևնույն ժամանակ անդրադառնալով մեր կողմից իրականացվող միջոցառումներին, պիտի նշեմ, որ այս պահին արդեն իսկ մեր օդի մշտադիտարկումը, օդի որակի մշտադիտարկումը իրականացվող սարքերի դեշբորդում հնարավորություն ունենք իրականացնել կանխատեսումներ, որը դեռևս փորձարկում ենք համեմատելով նաև հիդրոթերապևտաբանության կենտրոնի կողմից տրամադրած տվյալներով եւ առաջիկայում պատրաստ ենք իրականացնել մի շարք ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն կտան մեզ բացահայտելու PM2.5-ի բարձր ցուցանիշի մարդածին պատճառների բաշխվածությունը։ Հիմա մշակում ենք օրինակ մեքենաների արտանետումների մշտադիտարկում իրականացնող սարքերի տեղ պայմանների, տեղ բնութագրի մշակումը, որից հետո կարողանանք այդ սարքերը ձեռք բերել, հասկանալու համար, թե օրինակ մեքենաների արտանետումների մասով ինչ բաշխվածություն ունի եւ ինչ ներդրում ունի կոնկրետ օդի որակի աղտոտման հարցում։ Այնուհետև այս գործողությունները իրականացնելուն զուգահեռ կարողանանք արդյունքների հիման վրա արդեն մշակել որոշակի սահմանափակումներ։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, իրականում այս թեման պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի եւ այս թեմայով մենք սկսել ենք զբաղվել դեռևս 2022-23 թվականներից։ Մենք որոշակի ճշմարտություններ ենք բացահայտել, որոնք որ միշտ եղել են մեզ հետ, բայց խորացված երբևէ չեն ուսումնասիրվել։ Երևանի քաղաքապետարանի եւ մասնավորապես ավականու որոշման պարտադրված սարքերի տեղադրումը մեզ էական տվյալներ է տվել հասկանալու այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում մասնավորապես նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում Երևան քաղաքում, որոնք որ ամեն տարի տեղի են ունեցել, բոլոր տարիներին, նախորդ տարիներին տեղի են ունեցել, բայց նաև շատ կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխությունների որ հատվածն է մարդածին, այսինքն մեր հետագա քայլերը պետք է նպաստեն այս տեղեկատվության հարստացմանը եւ ըստ այդմ նաեւ մեր քաղաքականության մշակմանը ստացված ինֆորմացիայից ելնելով։ Եվ իրականում շատ տարատեսակ կարծիքներ են հնչում ոչ մասնագիտական հիմնականում կիսատեղեկացված եւ ընդհանուր առմամբ կարծում եմ շատ կարեւոր է որ մենք պարտադիր այն երևի թե Երևանի քաղաքապետարանը այս պահի դրությամբ այս մասով երևի թե ինֆորմացիայի տեսանկյունից ամենամեծ ծավալի ինֆորմացիան է որ հավաքագրում է եւ այս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք մարդկանց հետ որ կներեք այդ կիսագրագետ մտքերը քիչ չեն որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ եւ իրականում մենք որքան ինֆորմացիա ունենանք, մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարում Երևան քաղաքում օդի որակի հետ։ Սա այսօրվա խնդիր չի միայն, երեկվա չի միայն, սա տասնամյակներով, եթե ոչ ավելի շատ տարիներով մեզ հետ եղել է եւ սրա մանրամասները հասկանալը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր քաղաքականությունը կարողանանք մշակել ըստ այդմ։